Նիհաու, ես Դավիթն եմ։ Բարի գալուստ էլեկտրոմոբիլների աշխարհ։ Ժողովուրդ ջան, ուրեմն ոնց տենում եք, ես մոտիվացված եմ մի ուրիշ տիպի, ձեր ակտիվությունը ինձ մոտիվացնում է 4 օր անց նոր հոլովակ, 4-5 օր անց նոր հոլովակ անել, քանզի այս վերջի հոլովակը սա ընդամենը 4 օրում 4200 դիտում ունեցավ, ինչը ռեկորդ է, բացարձակ ռեկորդ է, շնորհակալություն ձեզ։ Բաժանորդները մի 100-150-ով ավելացան ես մի քանի օրում։ Շատ շնորհակալ եմ ձեր ակտիվության համար։ Ինչքան դուք ակտիվ եք, այնքան ռոլիկների հաճախականությունը ավելանում է։ Ուրեմն այսօր խոսալու ենք, վերջապես եկանք հասանք լիթիաներին։ Այսօր խոսալու ենք հիբրիդներից, ինչպես կրահեցիք արդեն։ Այլի բոլորին հուզող թեմա է, շատ պոպուլյար մեր երկրում, որովհետև շատերը քաշվում են էլեկտրական մաքուր էլեկտրական մեքենաներից ու նախընտրում են հիբրիդներ ու ես իրենց դրիվ հասկանում եմ։ Մենակ այդ դրսի կայանների աստղաբաշխական գինը հերթերը իրան ասում են ու հիբրիդը գնում է ասենք ոչ թե 400-500 կիլոմետր, այլ ասենք 1002, 1003, 1005 ու միանշանակորեն հիբրիդը նույնպես շատ լավ ընտրություն է, երևի ավելի լավ, քան էլեկտրականը, չդժվար եմ ասեմ։ Ես օրինակ ընտրել եմ էլեկտրական, բայց լիքը մարդ ընտրում է հիբրիդ։ Նու այնտեղ իր մինուսները կա, հա, ասենք բենզինի հետ գործ ունեք, բենզինի յուղի շարժիչի մոտորը յուղ փոխել, ռեդուկտորների յուղեր փոխել, հետևի դիմացի մի խոսքով հա ծախսատար է, ու իհարկե հիբրիդով երթևեկելը արդեն կիլոմետրը 6-7 կամ 8 դրամ չի, այլ կիլոմետրը 25-ից 30 դրամ է, ու նայած հիբրիդ կամ 20 միանշանակորեն ավելի թանկ է, դա հարուստ մարդկանց համար է։ Բայց կան բյուջետային հիբրիդներ, որ ծախսում են ընդամենը 6 լիտր 100 կիլոմետրին, այլ ոչ թե լիթիանի պես 8-ից 9։ Մի խոսքով ժողովուրդ ջան, հիմա ուզում եմ ներկայացնեմ ձեզ լիթիանին ոչինչով չզիջող կամ շատ քիչ բանով զիջող, բայց լավ էժան, հա բոլորին հասանելի գներով, երկու հատ գժական հիբրիդ Բոմբ պրոստը, իր գնի համար վերջնա լիթիանից հաստատ լավն է, եթե հաշվի առնենք այս էժան գինը։ Գին որակ հարաբերակցությամբ, հա, լիթիանը ավելի կոմֆորտ է, պոլնի պրիվեդ է, երկու հատ գժական մեծ մոնիտոր ունի, բան չասեցի։ Բայց գին որակ հարաբերակցությամբ ինքը Տեսլայի պես քծոցի բաժնում է, Volkswagen-ի պես, Honda-ի պես իմ համար, իմ մոտ ինքը գին որակ հարաբերակցությամբ ինքը ներքևներում է։ Ռեյտինգի ներքևում է ինքը ստատուս է նորից, ստատուս է, տեսք է, բայց փոխադրամիջոց չի։ То есть եթե դուք ուզում եք միայն մաքուր հիբրիդ ունենաք, առանց ստատուսի, առանց բրենդի, առանց անվան, առանց պոնտերի, ուրեմն ձեզ առաջարկում եմ S2 ավտոին նայեք։ Ձիպալ S07 285 Max ու Dongfeng IP008 էլի Max 5 տեղանոց։ Այս մեքենաների արժեքը ժողովրդյան ընդհանրապես վերջնական իմ մոտ պատվիրելու դեպքում, դա ինչպես գիտեք ամենաեժան գները իմ մոտ են, Չինաստանից պատվերի պարագայում, քանզի իմ շնորհավճարը ընդհանրապես $700 է։ Ուրեմն պատվերի պարագայում ընդհանրապես $27500 Tesla։ Իսկ L6 ամենաբյուջետային լիթիան L6-ը, որ հիմա մենք համեմատում ենք այս մեքենաները, ամենաեժան լիթիանի հետ, արժի 45000 ժողովրդյան։ Այն L7, L8, L9 չասեմ, այնի արդեն գնաց 50, 55, 65, մինչև 65 կամ 62 մինչև։ Դա վելորի աստղաբաշխական թվեր է։ Ասենք նույն հիբրիդներն է, հա, այնի կոմֆորտը շատ է, ասենք ճոխ է, բան չասեցի, հա։ Բայց եթե դուք ուզում եք հիբրիդ, ընդհանրապես հիբրիդ չեք ուզում ճոխություն, Տեսլայի պես ֆանատ չեք, բրենդի անվան այդ մագիչեսկի լոգոյի վրա չեք գնում, այլ գնում եք զուտ փոխադրամիջոց ունենալու համար, поскольку автомобиль это не роскошь, а средство передвижения։ Ուրեմն ես ես հորդորում ընտրել միանշանակորեն կամ Ձիպալ կամ Dongfeng։ Կամ Voya հեսա դրանը կհասնենք։ Ինքը մի քիչ թանկ է, բայց էլի գժական հիբրիդ է, հաստատ լիթիանից լավն է, եթե հաշվի առնենք իր էժան գինը։ Ու ինքը արդեն համարյա լիթիանին հավասարվում է, կոմֆորտով, մատերիալներով, ամեն ինչով, բայց լիթիանից $10000 էժան է։ 35000-ը, եթե դիմեք ինձ։ Voya-ին կանդրադառնանք, ուրեմն Ձիպալն ու Dongfeng-ի առանձնահատկությունները։ Dongfeng-ը երևի ավելի շատ լիթիանի կողմն է, մեծ գաբա։ Եթե դուք ուզում եք ոչ թե ոճային չափերով կոմպակտ, այլ մեծ գաբարիտին լիթիանի պես լենուբոլ ջիպ, միանշանակորեն պետք է ընտրեք Dongfeng-ը։ Խնդրեմ տեսեք, մի հատ գժական լիթիանի չզիջող, գաբարիտներով չզիջող մեքենա է, ու էլի գժական, ասենք, եթե լիթիանի մոտ 10-ը դինամիկա, ժողովրդյան, օրինակի համար, ստե 20-ը, ասենք, լիթիանի մոտ 3 զոնա է կլիմատ կոնտրոլը, ստե նույնպես 3 է։ Իհարկե Ձիպալը զիջում է։ Ձիպալի մոտ 8 դինամիկա, 2 զոնա է, մոնիտորը մի հատ է,
Մի խոսքով ճոխության առումով, լեն ու բոլի առումով Dongfeng ու իր դիաուժերը 272-ն են, իսկ Deepal-ինը 258-ն է, то есть ինքը հզոր է իր դիաուժերում ու իր չափերի համար երկուսն է համարժեք են երևի, որովհետև էսի ավելի չափերով մեծ է, բայց Dongfeng-ը ամենաշատն է գնում Հաճակներեք Voyan ամենաշատը գնում, Dongfeng-ը գնում է մոտավորապես 1300 կիլոմետրի կարգի, Deepal-ը մոտավորապես 1200-ի կարգի, էլեկտրականությամբ ու բենզինով, բայց Deepal-ը էլեկտրականությամբ բավական առավել է, ինքը գնում է 285 կիլոմետր, իսկ գրածով իհարկե, իսկ Dongfeng-ը 212 լիսյանի պես, լիսյանը լա գրածով գնում 212։ Իսկ օրինակ Voyan գնում է 318 ժողջան։ Հիմա դուք որը կընտրեիք, $35,000 Voya free 2 վիդի touring, հետևի քարշակ ոչ բոլնի, թե full քարշակ լիսյան, բայց որ գնում է 212։ Ասենք մի հատ մեկնաբանություն գրեք, դուք որը կընտրեիք ու լիսյան արժի 45000, իսկ Voyan արժի 35000։ Բացի այդ Voyan լրիվ ուրիշ լեվելի ավտո է, եթե համատենք Deepal-ի ու Dongfeng-ի հետ, ինքը միանշանակորեն համարի հասնում է լիսյանին։ Էլի Alcantara ներսում, էլի գժական մոնիտորներ, ասենք մենակ երևի տարբերությունը որ լիակարշակ չի, իսկ լիսյանը լիակարշակ է, բայց ինքը ամենաշատն է գնում, ինքը ռեկորդային 1450 կարծեմ կիլոմետր է գնում, իսկ լիսյանը գնում է մինչև 1400։ Մի խոսքով ամեն ձև էս 3 մեքենան, այս գժական Deepal, Dongfeng ու Voyan ամեն ձև լիսյանին հաղթում են, ամեն ձև։ Մի խոսքով ոնց կարող եք համոզվեք, եթե հիբրիդ, ապա միանշանակորեն այդ լիսյանից աղբորպես իրան տվեք։ Կամ Deepal, կամ Dongfeng, կամ Voya free։ Իրեքն էլ գժական լյուքսային հիբրիդներ են, բյուջետային չեն, որտեվ Deepal-ը դա Chang'an-ի լյուքսն է, Dongfeng-ը էլի լյուքսային հիբրիդը հանել, Voyan-ը էլի լյուքսային ավտո է։ Ես ձեզ հորդորում եմ մի հատ այս ավտոների վրա նայեք, այդ լիսյաներից վերջապես հիան տակ, որովհետև իրանց գինը ինչպես ու ինչպես միշտ $15000-ով ուռճացված է մոտարապես 10-ից 15000 տեսաների պես։ Volkswagen-երի պես։ Այդ ավտոն այդ գնին հաստատ չարժի ժողջան, հաստատ եմ ասում ձեզ։ Voya free-ն 35000-ով շատ ավելի առավել է գին որակով, քան թե 45-ով լի L6-ը, որը որ լրիվ աղքատ ավտո է։ Եթե համատենք L7, L8, L9-ի հետ, բոլոր մասնագետները դա կփաստեն։ L7, L8, L9-ը high level է, իսկ L6-ը լրիվ բյուջետային level է, լրիվ բյուջետային, նույնիսկ սրահի նյութերով։ Անունն է լիսյան, բայց ինքը լրիվ բյուջետային, ավելի անունը լյուքս կլասի Deepal, Dongfeng ու Voya, քան թե բյուջետային կլասի L6 $40000-ով, աստղաբաշխական։ Ու ամենակարևորը մոռացա ասեմ ձեզ, այս բոլոր հիբրիդները ամենակարևոր բանը, որ աստիճանական հիբրիդներ են, ինչը մեր երկրում մի այլ կարգի կարևոր բան է, քանզի գոյություն ունի երկու տիպի հիբրիդ, ժողջան, զուգահեռ ու աստիճանական։ Զուգահեռը ավելի հզոր է, պլյուսը այն է զուգահեռների, օրինակ BYD-ների հիբրիդները խի Երևանում չկա, որովհետև իրանք ռաստամուշկեն մաքսազերծումը 35% է, բենզինային մեքենաների պես։ Այսինքն աստղաբաշխական թիվ է տալիս մաքսազերծման համար, դրա համար իրանք չեն առնում այդ զուգահեռ հիբրիդները։ Բոլորը գնում են լիսյաների պես, թե Dongfeng, թե Deepal, թե Voya, աստիճանական հիբրիդ, որը որ գնում է էլեկտրականի տակ 15% է, ընդհանրապես մաքսազերծումը։ 15%-ը որտե, 35%-ը որտե։ Քանի որ մեր գլոբուսից դուրս երկրում աստիճանական հիբրիդը ռասիստական մոտեցում է կրկին, աստիճանական հիբրիդը 15% է, նորմալ ձևերով ռաստամոշ կարելի էլեկտրականի պես, իսկ զուգահեռ հիբրիդը ռասիստական, քանի որ նաև բրդում է ակերը, բացի այն որ սնուցում է մարտկոցը, աստիճանականը միմիայն սնուցում է որպես գեներատոր աշխատում, սնուցում է մարտկոցը, իսկ զուգահեռը համել բրդում է ակերը, ու այդ պարագայում արդեն վсё ինքը դառա բենզինային ու թռավ ռաստամոշկան 30% մեկ հարցունի խի, որտեղ Հայաստանը։ Մի խոսքով BYD հիբրիդները օրինակ զուգահեռ 35% է ռաստամոշկեն ու իրանք ավելի հզոր են ինչ առումով, որ այս աստիճանական հիբրիդը 130-140 կմ/ժ-ից հետո, արագությունից հետո ինքը իր հզորությունը սկսում է նստի, ինքը սկսում է չբավարարի այդ արագության համար, այդ բենզինային 1.5 լիտրանոց փոքր շարժիչը չի հասցնում արդեն սնուցի մարտկոցը ու ձեր հզորությունը, արագությունը արդեն ընկնում է։ Իսկ BYD կամ զուգահեռ հիբրիդները այդ խնդրից չունեն ու մինչև 200 կմ քշեք, ինքը ոչ մի անկում հզորության չի ապրում, որովհետև համել բրդում է ակերը զուգահեռ հիբրիդը։ Էդ է առանցքային տարբերությունը, բայց դե մեր երկրում ով է 140-ից ավել բացում, մի հատ sense հարց, ասենք, how-ից ավելով է բացում։
То есть մեր երկրի համար 100, ասենք, աստիճանական հիբրիդը մինչև 120-130 կիլոմետր առանց խնդրի գնացող, այսպես է, իմ կարծիքով։ Եթե ուզում եք ձեր գլուխը ուտեք, BMW գնեք։ Ուրեմն, էս էր այսօրվա իմ առաջարկած գժական հիբրիդները։ Բացի այս գժական հիբրիդներից, եթե դուք ընդհանրապես սեդան, որպես սեդան հիբրիդ, թեմայից մի քիչ շեղվենք, բայց դեռ մնանք թեմայի մեջ, աստիճանական սեդան գժական հիբրիդ, ընդհանրապես ինձ դիմելով, ահա խնդրեմ Viber WhatsApp, ինձ դիմելով դուք կարող եք վերջնական արժեքը ունենալ ընդհանրապես $18500, այտենց գին вообще չկա։ Ու այդ հիբրիդի անունն է, Հայաստանում էլ չկա, դուք կնեք առաջինը, բայց հավատացնում եմ ձեզ, ինքը Չինաստանում մի այլ կարգի հարգված հիբրիդ է։ Starlight, Wuling Starlight Advanced, այսինքն ամենաֆուլ տարբերակը, ընդհանրապես $18500 աստիճանական հիբրիդ։ Հա, ինքը գնում է Chevrolet Volt-երի պես մի 120-130 ու Volt-ը մի 100 է գնում։ Շատ չի գնում, բայց դա այս գնի համար ինքը բոմբ է, գին որակ հարաբերակցությամբ, այնպես մի հատ բոմբ տարբերակը, բոմբ առաջարկա, եթե դուք ուզում եք սեդան, ունենաք սեդան ու հիբրիդ ու 25 թիվ, ապա միակ ընտրությունը Wuling Starlight Advanced $18500 ու 130 կիլոմետր էլեկտրականությամբ գնացող, բայց էլի ծախսը էլի 6 լիտրի կարգի է, 5-ից 6 ու 6։ Մի խոսքով, այս ավտոնը իմացեք որ կա, պատվիրեք, սենց գին չկա, ասենք Chevrolet Volt-ը, եթե իրեն համատենք Chevrolet Volt-ի հետ, ինքը Chevrolet Volt-ից ստացվում է 16 թվականի իհարկե, 16-17 թվականի քշած, համարյա 8 տարեկան 7 տարեկան Chevrolet Volt-ը, եթե արժե այսօրվա օրով, չգիտեմ, 15 նորմալ լավ պահած, լավ վիճակում է, 15-16-17 հազար, էսի արժեք 18500, 25 թվի թափթազան։ Հիմա դուք որոշեք, դուք ինչ եք ուզում քշեք, հիբրիդ սեդանի մասին է խոսքը, Chevrolet Volt, ինչը իմ կողմից էլի հարգված ավտո է շատ։ Volt 2 էլի ես նկատի ունեմ, 2-ի մասին է խոսքը։ Էլի շատ եմ այդ ավտոն հարգում, սիրում, առանցլակ Chevrolet մարկան։ Հիմա 15-16000-ով քշած, քանի դեռ փոխած մի 100,000 կիլոմետր կամ 80,000 կիլոմետր քշած Chevrolet Volt, թե 18500-ով 25 թվի թափթազա Չինաստանից գործարարից եկածած Wuling, ինչը որ էլի ասում եմ ձեզ, բավական հարգված ֆիրմա է Չինաստանում, եթե BYD-ն առաջի տեղում է, Chang'an-ը երկրորդ, ապա երրորդում, կներեք, երկրորդում Geely, երրորդում Chang'an, չորրորդում Wuling։ Wuling-ը էլի բավական տոպերում է։ Ինչ որ no name անկապ ֆիրմա չի, էլի, չգիտեմ, օրինակ Skywell չնեղանան քշողները։ Մի խոսքով, եթե հիբրիդ, ժողովուրդ ջան, ուրեմն ոչ լիսյան, կամ եթե լիսյան, ուրեմն հարուստ, այսինքն մենք հիմա խոսում ենք սովորական շարքային, չգիտեմ, ամսական 300,000 դրամ կամ 400,000 դրամ աշխատող սովորական մարդկանց համար, ոչ հարուստ, հա հարուստ մարդիկ ընտրում են լիսյան, օքեյ։ Ընտրում են Tesla, իրանց ընտրությունը, հարգում ենք իրանց ընտրությունը, չենք ասում այդ ավտոները վատն են։ Չէ, այդ ավտոները լավն են, ուղղակի գին որակ հարաբերակցությամբ, իրանք ահավոր զիջում են այս սովորական մարդկանց համար թողարկած, որ բոլորին հասանելի գներով 27500 կամ 35000-ով ոյա, այս հիբրիդներին, որոնք որ գին որակ հարաբերակցությամբ լիսյանին ստացվում են պատերով, ուղղակի պատերով L6-ին։ Այդ L6-ը вообще որակ չունի, կարող գնաք հարցնեք քշողներից, մասնագետներից, իրանք ձեզ կփաստեն։ Հա, L7-ից L9-ը որակ ունեն։ L6-ը լրի բյուջետային վիճակ է։ Լրի բյուջետային։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ ակտիվ լինելու համար, բաժանորդագրվեք, լայքեք, կոմենտեք, իհարկե էթիկայի նորմերի մեջ։ Եթե այս պահին ընտրում եք կամ ճաշում եք, ապա ծունի յոկը խաղույքը։ Կհանդիպենք։